Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը։ Քաղաքացիական պայմանագրի շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ իր սովորույթի համաձայն մյուս թեկնածուների դեմ սև PR անի։ Ի դեպ, Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է Արմեն Մելիքբեկյանի 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ ոքի է խաղացել նույնքան անգամ եւ պարտվել է 30 խաղում։ Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտություններից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին 3 տարում։ Թվում էր Հայաստանի եւ Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը պետք է հրաժարական ներկայացնեին։ Ավելին, թերթի տեղեկություններով Փաշինյանը շատ կոպիտ տոնայնությամբ նման պահանջ է դրել դեռևս երևանյան խաղից հետո, սակայն հիմա ընթանում է նրան համոզելու գործընթաց։ Միևնույն ժամանակ թերթի տեղեկություններով աշխատեցվում է պայեստային տարբերակը, որ գոնե այդ հրաժարականը լինի մի քիչ ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ ապրիլի 3-ից հետո, երբ տեղի կունենա UEFA-ի 49-րդ կոնգրեսը։ Մելիքբեկյանը UEFA գործադիր անդամի թեկնածուների թվում է եւ մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում։ Թե ինչ վերջնական որոշում ունի Նիկոլ Փաշինյանը դեռ պարզ, սակայն թերթի տեղեկություններով նա իր թիմին հանձնարարել է քննարկումներ սկսել ֆուտբոլային հանրության, այդ թվում երկրպագուներին ներկայացնող շարժման հետ։ Ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության եւ ընդհանրապես ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Գյումրու 9 ուժերից մեկի առաջին համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Այդքան տղա է, թող ասի այդ մասին 3 հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Թերթին ասել են, որ այդ անձը Սուրեն Սուրենիացի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակագլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է։ Ըստ լուրերին նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Գրում է թերթը։ Հետ կայքը գրում է Երևանում եւ մարզերում գործող Ծիրան սուպերմարկետների ցանցը նոր սեփական է տեր ունի։ Կայքը պարզել է, որ սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաեւ 88 սուպերմարկետների ցանցը։ Միայն Ծիրան ապրանքանիշի ներքո գործում է ընդհանուր 22 սուպերմարկետ։ Գործարքը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին։ Գրում է կայքը։